Խաչատրյանների ընտանիքը 15 տարի ապրում էր այս տանը, առանց էլեկտրաէներգիայի։ Այսօր նրանց տանը վերջապես լույս վառվեց։ Աստծո լույսն էր, ասում է ընտանիքի մայրը։ Խանութում որ գնումներ կատարելու ուտելիքներ, երեխեքը լույսը դուրսը փողոցում տենում էին, ոգևորվում էին, ուրախանում էին, ասում էին. «Մամա, մի քիչ կանգնենք նայենք, այս ինչ սիրուն լույսիկներ ա»։ Իրենց տանն էլ այսուհետ կլինեն այդ լույսիկներից։ Բացի հոսանքից, հեծը ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նաև տոնածառ, լույսեր, խաղալիքներ ու սնունդ էր բերել Խաչատրյանների բազմանդամ ընտանիքին։ Դու ձմեռ պապիկից ինչ էիր ուզել։ Գրել ես նամակ։ Հա։ Ինչ ես ուզել։ Նվերներ։ Նվերներ։ Բերել ա արդեն։ Հա։ Տեսեք ինչ ա բերել։ Կոնֆետներ ա այս։ Դա քեզ։ Ես պուլտով ավտոյեմ Պուլտով ավտո ես ուզել։ Հայկը ձմեռ պապիկից ավտոմեքենա էր ուզել, Աննան խոսող տիկնիկ։ Իսկ ձմեռ պապիկը թե դրանք, թե այլ խաղալիքներ ու նվերներ էր բերել ընտանիքի պուճուրներին։ Օգնենք անապահով ընտանիքներին ֆեյսբուքյան խմբում է Ռոմանոս Պետրոսյանը տեսել ընտանիքի մասին պատմող տեսանյութը, ուղարկել հեծ աշխատակիցներին, հրահանգել զբաղվել տան էլեկտրաէներգիա անցկացնելու, ինչպես նաև ընտանիքին հեծի համապատասխան միջոցներով փոքրիկ օգնություն տրամադրելու հարցով։ Ձմեռ պապիկը քո երազանքները բոլոր կկատարի։ Լիանան ուրեմն ապրում է 15 տարի առանց լույս։ Այս արդեն ուժից վերաունեմ 2 հատ զինվոր։ Մի զինվորս ընդունել եմ, երկրորդ զինվորից ծառայության մեջ է սպասում եմ։ Հեծ համապատասխան բաժինն անցնում է աշխատանքի եւ 2 օր անց տանը արդեն հոսանք կա։ 15 տարի հոսանք չունենալուց հետո 2 օրում հեծը ամբողջությամբ իր ուժերով կարողացել է վերականգնել էլեկտրամատակարարումը։ Ինչու 15 տարի հնարավոր չի եղել տունը հոսանքով ապահովել։ Պատճառաբանություններ են բերվել, թե շինությունն ապօրինի է, գրանցում ընտանիքը չունի եւ այլն։ Մտքումս մի բան ծագեց, ասի կանի, փորձանք չի, տեսնեմ ինչ կարամ անեմ։ Ստացվեց, որ սենց կարելի է էլի հրաշքներ տեղի ունենալ։ Ու եղավ հրաշքը։ Տեսանյութը անձամբ պարոն Պետրոսյանն է ինձ ուղարկել, իրականում շատ ազդեցիկ ու վատ պայմաններ են ինքներդ էլ տեսակ։ Պարոն Պետրոսյանի ուղարկելուց հետո անմիջապես սկսել ենք համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատել ու Տունը, որտեղ ապրում են Խաչատրյանները, տեր ունի։ Նախորդ տարի եկել են, ցանկացել վաճառել այն, բայց տեսնելով ընտանիքի վիճակը մտափոխվել են, թույլ են տվել շարունակել ապրել այստեղ։ Արձագանքս լսելով, իմ հաղորդումը տալով շատ շնորհակալ եմ ես բոլորից էլ։ Ես հույսս հավատացեք կտրել էի, ոչ մի անգամ ես հույս չունեի ապրելու տեղ էլ չունեի, որ ասեի կգնամ մի տեղ ինչ որ ծվարեմ, կապրեմ։ Տենց հասկացողություն չէի պատկերացնում ես մնա երեխեքի հետ դուրս, աբսուրդ վիճակ էր։ Բացի 3 անչափահասները, տիկին Ռիման եւ իր ամուսինը նաեւ չափահաս երեխաներ ունեն։ Մեկն արդեն վերադարձել է զինվորական ծառայությունից, մյուսը դեռ զինվոր է։ Տիկին Ռիման ասում է, շատ տեղեր է դիմել էլեկտրաէներգիա քաշելու խնդրով։ Նախկինում էլ հեծին դիմել է, մերժել են, մեր ուժերից վեր է ասել են։ Ինքը ասում է, որ մենք մեր միջոցներից վեր է, մենք ոչինչ չենք կարա անենք, մեր ուժերից վեր է, աղջիկ ջան, պետք է տեղը փոխես կամ մի ինչ որտեղ վարձով գնա ապրի, եթե ես իմ երեխուն հաց առնելու ելք չունեմ, հիմա այսօրվա դրությամբ ես հացի փող չունեմ, ես վարձ որտեղից տամ, իմ ամուսինը հիվանդ է, իմ երեխես հիվանդ է, ես առողջական խնդիրներ ունեմ։ Բայց լավ մարդկանց շնորհիվ անհնարինը հնարավոր դարձավ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։